Հարգելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այս անգամ նույնպես մենք որոշել ենք ներկայացնել Հայաստանի գաստրոտուրիզմի հնարավորությունները։ Եվ այս անգամ նույնպես ինչպես մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք այցելել ենք Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի շրջանակներում ստեղծված գաստրոբակերից մեկը, որը տեղակայված է Արագածոտնի մարզում, նրա պարծանքը հանդիսացող Աշտարակ քաղաքում, մի ֆանտաստիկ վայրում, եւ մենք հյուրընկալվել ենք մեր լավ բարեկամներին, Եգանյան ընտանիքներին։ Եվ ինչպես արդեն ճիշտ գուշակեցիք, մենք գտնվում ենք Եգանյանների գաստրոբակում, որը իսկապես գաստրոբակ է իր թոնիրով, հետո մենք այցելենք անշուշտ նաեւ իր գինու մառանը, որտեղ կա նաև իրենց հյուրատունը եւ կներկայացնենք այս գաստրոբակի հնարավորությունը։ Մինչ այդ կցանկանայի ողջունենք այս գաստրոբակի հիմնադրին Սեդրակ Եգանյանին, որը սերում է հայտնի Մելիքական Եգանյան գերդաստան։ Ճիշտ եմ նկատում։ Կա տենց բան, այո։ Հրաշալի։ Ինչ ենք այսօր մենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք մեր ավանդական խորովածը, կարտոֆիլի սոխի հետ միասին։ Խորովածը պատրաստման ձևը թոների մեջ, այո, թոների մեջ։ Թոների խորոված ենք պատրաստելու։ Նախորոք միսը համեմել ենք աղով եւ պղպեղով կարմիր, որպեսզի ինքը մոտ 2 ժամ մնա աղի մեջ, մարինացվի։ Եվ մեզ հիմա պետք է կարտոֆիլը կտրատենք, մանրացնենք, իրան համեմենք կարտոֆիլը աղով, պղպեղով, ձեթով եւ սկսենք արդեն սիրով շամպուրների վրա շարել։ Հիմա եթե դու վստահում ես ինչ-որ մի բան ինձ, ես անեմ, եթե ոչ, դու սկսի ես արանքում խոսեմ, հա։ Շատ սիրով, հիմա դու սկսի կարտոֆիլը մանրացնենք։ Հրաշալի։ Մեզ պետք է sense կտրորներ։ Այո, մոտորապես 0.7-ից 0.8 մմ հաստությամբ, կես միլիմետրից ավել, կես սանտիմետրից ավել, բայց չհասած 1 սանտիմետր, չէ։ Երկու ծայրերը մեծ վարպետությամբ հեռացնում է Սեդրակ Եգանյանը եւ իրեն կնախանձեին աշխարհի շատ ու շատ խոհարարներ, չէ՞, ինչպես Գորդոն Ռեմզին եւ Ջեյմի Օլիվերը, եւ ասեմ, որ այս հաղորդման նկարանից հետո դատելով նրանից թե ինչ է պատրաստելու Սեդրակ Եգանյանը, գուցե թե մենք նաեւ հավասարվենք աշխարհի լավագույն խոհարական հաղորդումներին, հա։ Դա գալիս է երկու բանից, առաջին, որ պատրաստում է Սեդրակ Եգանյանը, երկրորդ, որ ինքը պատրաստում է թոնրի խորոված, ինչու, որովհետև խորովածը աշխարհի հնագույն ուտեստն է, իսկ թոնրի խորովածը լավագույն խորովածի տեսակներից մեկն է, թե ոչ լավագույնը, որ պատրաստվում է, եւ գիտեք, որ թոնիրը զուտ հայկական երևույթ է, չէ՞։ Այո, որը արտագաղթելով Հայաստանից հասել է մինչև Հնդկաստան, անցնելով մեր հարևան մի քանի պետություններում եւ օրինակ Հնդկաստանում այն հայտնի է որպես թանդուր, Ուզբեկստանում որպես թանդիր, չէ, բայց իրականը դա իհարկե թոնիրն է եւ ի տարբերություն այլ վայրերում գտնվող թոնիրների, որոնք որ երկրից գետնի մակերևույթից բարձր են, հայկական թոնիրը ավանդաբար եղել է հողի մակերևույթին հավասար։ Այսինքն մենք այս դեպքում ունենք հայկական թոնրի մի փոքր տարբերակված տեսակ, հա, որովհետև ինքը գետնի մակերևույթին հավասար, չէ՞, Սեդրակ։ Ճիշտ եմ նկատում։ թոնիրը պետք է գետնից բարձր լինի, որպեսզի խոնավության ժամանակ չքայքայվի, այսինքն տարվածը մեռան եղանակներ, քան խոնավությունը բարձրանում են, թոնրին կավիցա պատրաստած։ Հրաշալի։ Այո, հիմա համեմում ենք աղով։ Պղպեղով։ Այո, հրաշալի։ Մի քիչ զեթ ենք ավելացնում։ Հրաշալի։ Զեթ հավելացնում ենք, որ մի անգամ չչորանա, չէ՞, որովհետև ինքը ճարպայի մաս դե չունի բնականաբար։ Հրաշալի։ Խառնում ենք։ Այո։ Մաքուր ձեռքերով։ Հրաշալի, մանավանդ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մաքուր ձեռքերով պիտի լինել, չէ՞։ Խորհուրդ են տալիս բժիշկները։ Անց ենք կացնում։ Այո։
Հիմա որը սրանց վրա թե թոնրում Չէ, կախելու։ չէ, սրանց վրա, դե դու դրանով թոնրին են կախելու։ Հա։ Հիմա քեզ շամփուր, չէ՞, որպես մարտական գործի։ Ու սկսում ենք։ Ահա։ Կարտոֆիլը կարանք նաև մի քիչ թեք անենք, չէ՞, որպեսզի ճարպայի մասի վրա կաթար, բայց ոչինչ։ Հաջորդները արդեն թեք կանենք։ Այո։ Սեդրակ Եգանյանը այնպես է անում, որ հեռուստադիտողը այլևս գրոհի աշտարակի Եգանյանների գաստրոբակը, հա։ Ինքը սենց ալու։ Հրաշալի, մեկ շամփուր ունենք։ Իսկ ինչպես ծնվեց այս գաստրոբակի գաղափարը։ Մենք ընտանիքով զբաղվում ենք միշտ խաղաղորությամբ, գինեգործությամբ։ Եղել է որ տուրիստներ են եկել ստեղ, տեղում իմացել են որ տնական գինի կա, եկել են տենց օգտվել են, նաև ցանկություն է եղել որ իրանք ստե տեղում նաև հայկական սնունդը, տեղական սնունդը տեղական մթերքից պատրաստած։ Բայց հնարավորություններ չի եղել։ Հայկական ուտեստներ, այո։ Հնարավորություն չի եղել այդ ժամանակ մենք, քան որ չենք ունեցել ինքը այդ հրաշալի։ Իսկ դուք ընտանիքով եք աշխատում այստեղ։ Այո, միայն ընտանիքով առայժմ։ Այո։ Եվ մեր բոլորի ցանկությունն է, որ այն գաղափարը, որ կար այդ գաստրոբակերի, ներկայացնի հայկական խոհարարությունը, հայկական ուտեստները եւ Հայաստանին նաեւ այդ տեսանկյունից, չէ՞։ Այո, եւ մեզ այդ հնարավորությունը ընձեռնեց ՄԱԿ-ի գյուղական туриզմի զարգացման ծրագիրը։ Այս մյուս ենք դրանք։ Որտե նախկինեն դու սող դրել էր, հիմա ոնց որ թե խնայեցիր։ Մենք սկսում եւ ավարտում ենք կարտոֆիլով։ Չէ, վերջում կարտոֆիլը եթե դրեցինք, իրան պետքա ամրացնենք լավաշով։ Ասում սկսում ենք եւ ավարտում ենք կարտոֆիլով, որպեսզի ամրացնենք։ Եվ ասեմ նաեւ ինչու, որովհետեւ երկու մասերում է, որ ամենացածր ջերմաստիճանն է, չէ, ամենավերևում։ Սոխը չենք ավելացնում իրեն։ Կարող ենք սոխը լորեցու ասած մեկու մեջ անել։ Սիրելի հեռուստատող, վստահ եմ, որ շատերդ լսել եք ինչ է ասել թոնրի խորոված, մեծ մասը վայելել եք այդ թոնրի խորովածը, բայց չեք տեսել, թե ինչպես են այն պատրաստում։ Եվ հիմա կխնդրեմ Սեդրակը, որպեսզի բացատրի, թե ինչու է այս մասում դրվում միս եւ ինչու է, երբ որ մենք արդեն ավարտում ենք կարտոֆիլով, ավարտում ենք այն լավաշի կտորով։ Լավաշի կողերը միաժամանակ մենք նաև կախենք։ Մենք դնում ենք, որպեսզի կարտոֆիլը չսահի շշի վրայից, ինքը ամրություն է տալի, հյութը զրկվելուց հետո թուլանում է, իսկ քանի որ միսը ունի ճարպայի մաս, ինքը հակառակը կպնում է մեր շամփուրին եւ ինքը չի սահում։ Ճիշտ եմ նկատում։ Այո։ Հիմա ակը փակենք, որ օդը Այդ տեսեք, սա էլ ակն է, որից թոնիրը ստանում է իր համապատասխան օդը, թթվածին, որով ինքը լավ է այրվում, բայց մեզ այլևս անհրաժեշտ է, որպեսզի իր ջերմությունը մնա եւ ինքը չշարունակի այն ծավալով այրվել, ինչ որ ծավալով կա, որովհետեւ այլևս մենք ունենք բավարար քանակի ածուխ։ Եվ կկախենք սողերի վրա արդեն։ Ես կպահեմ։ Սեդրակը կկախի, ինչպես մենք ենք մեր սայրում, հա։ Ոտքերը կպահի, հա, մորթեց ռևազ, հա։ Մենք փակեցինք թոնրի ունկերը, որպեսզի տաք հոթը դուրս չգա, եւ հիմա այս պահից սկսած մենք կտեղափոխվենք Եգանյանների գաստրոբակի երկրորդ հատվածը, որ պակաս հետաքրքիր եւ պակաս գրավիչ չէ, գինու համտեսի սրահը,
որը շատ է դուր գալի մանավանդ մեր հյուսիսային հարևանների, չէ՞։ Եվ մրցակցում է մեր մյուս հյուսիսային հարևանի հետ։ Ժամը ֆիքսենք, ամենակարևորն է թոների խորովածի համար, որպեսզի մոտորապես ինչքան, որովհետև մեր հերոստատողինքը հետաքրքիր նաև թե ինչքան է թոների խորովում, թոների խորովածը։ Ընդհանրապես տարբեր է, տարբեր թոներներ տարբեր ձևի ալնում ու նաև մեջի վառած աշճանը, թե քանի աշճանը իր մեջ ջերմություն է, բայց մոտարապես 25-ից 30 մինչև 40 րոպե։ Այո, 40 րոպե ավելի մեծ թոներների պարագայում, իսկ միջին կամ նման փոքր թոներների դեպքում մոտ կես ժամ։ Կես ժամ։ Սիրելի հեռուստադիտող, մենք գտնվում ենք Եգանյանների հյուրընկալ, արդեն իսկ բառից բուն իմաստով հարկի ներքո, Մառանում, որը մինչ այս ծրագիրը, որ իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից, այլ տեսք է ունեցել եւ խնդրենք սեթրական ներկայացնել, թե ինչ եղել նախկինում եւ ինչ ունենք մենք այսօր այստեղ։ Այսպես մառանային հատվածներ, մենք ընտանիքով զբաղվում ենք խաղողագործությամբ, գինեգործությամբ, պատրաստում ենք տնական գինիներ եւ հիմա արդեն ինքը ծառայում է որպես համտեսի սրահ, ի շնորհիվ ՄԱԿ-ի գյուղական туриզմի զարգացման ծրագրի, որը մեզ հնարավորություն ընձեռնեց արդեն մեր գինին ներկայացնելու զբոսաշրջիկներին։ Հրաշալի, մենք ինչ ունենք այստեղ ու ինչ ենք ստացել։ Նախկինում այստեղ քարերը շատ էին։ Շատ քարեր ա եղել, որը որ խանգարել է գեղեցիկ տեսքին, ավելորդները հեռացվել է, որը որ մեզ դիզայնի համար պետք է եղել, դրանք մնացել են։ Տակառներում ինչ գինի եք հնեցնում։ Ինքը կարմիր, չոր գինիներ են։ Հրաշալի։ Այո։ Ինչ տեսակ խաղից է դա։ Ինքը հիմնականում արենի է, արենի հաղթանակ եւ մի քանի տեխնիկական սորտեր է, տեսակներ է։ Իսկ հիմնականում օգտագործում եք, ասիկա իրենց մի տեսակից եք ստանում, թե մի քանի տեսակից միաժամանակ։ Չէ, մեր այգում միշտ տեսակի խաղողներ կա, հիմնականը դրանից ալնում։ Այսինքն ինքը փունջ է ստացվում գինու եւ հենց ասամբլյաժ։ Հա, այդ առանձնացված չունենք առայժմ։ Հիմա երևի առաջանանք այն մասը, որ հինը հնձանն էր, որտեղ որ ճզվում էին խաղողը, եւ ցույց տանք նախկինում մեր նախնին ինչպես են ճզում էր խաղողը, եւ հիմա դուք ինչպես եք ճզվում, հա։ Սիրով։ Այս է տարածքն է, որտեղ որ խաղողը լցվել է, ոտքով տրորել ենք եւ հյութը լցվել է բանի գուփի մեջ, այնտեղից լցրել ենք տակառների կարասների մեջ։ Այո։ Ինքը հիմա ցանկության դեպքում հնարավոր է էլի շահագործել, բայց հիմա արդեն օգտագործում եք իտալական արտադրության, այո, իտալական, ինքը սա ջարդիչ չանչազատիչ սարքն է, այո, խաղողը լցվում է մեջը եւ ինքը պոչերը առանձնացնում է եւ խաղողի գիլեկը շատ զգուշությամբ ինքը սեղմում, այսինքն որ կորիզը չջարդվի, ինքը հատուկ սարքավորում է, սրա միջոցով ավելի նուրբ, ավելի լավ գինիներ է ստացվում։ Հիմա մենք կտեղափոխվենք գինու մառանից մեր թոների մոտ, գիտեք որ հայրիս համար ավանդաբար թոները եւ մառանը իրար ուղեկցող են, ինչպես հացը եւ գինին, եւ ինչպես ասում են տեր կենթանին, եւ հիմա կվայելենք մեր թոների խորովածը եւ այն գործընթացը, որ կհետևի իրեն հանելուց հետո։ Այո։ Հիմա մեր մոտ արդեն պատրաստ է խորովածները։ Հանենք հիմա։ Հրաշալի։ Երկրորդն էլ ես կօգնեմ։ Պարկասում ենք։ Եվ հերթով տեղափոխում ենք, լավաշով հանում ենք։
Հարգելի հեռուստադիտող, մենք գտնվում ենք աշտարակում եւ աշտարակյան գինով կցանկանայինք փորձել Եգանյանների պատրաստած խորովածը։ Հիմա մենք կկիսենք այս մեկ կտորը կկիսենք երկու հավասար մասի, համեցեք ձեր պատրաստած խորովածը եւ մեր Եգանյանների պատրաստած խորովածը տեսքով ախորժելի է, հոտը նույնպես ֆանտաստիկ համ ունի, նույնիսկ չի զգացվում, որ սա հենց խոզի միս է, այլ ոչ մեկ այլ, եւ կուզենայինք բաժակ բարձրացնել բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ տկնում են հանուն հայրենիքի, որպես աշխատավոր, որպես մշակ, որպես գյուղացի, որպես զինվոր եւ հրամանատար։ Մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի կենացը աշտարակյան գեղեցիկ գինով պատրաստված Եգանյանների ընտանիքի կողմից։ Աբրեք, շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտող, մենք կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդման շրջանակում։